կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է ազգային կոնգրես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, շնորհակալ եմ պարոն Զուրաբյան հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, այո, չէ, ուղղակի երրորդ եթերն է եւ ամեն մի եթեր ժամուկես կամ 2 ժամ։ Ես արդեն 4-րդ 5-րդ ժամն է եթերում եմ։ Ուղղակի դա է պատճառը, այսպես էլ է լինում։ Ինչեւ չի հուլիսին sense ինտենսիվ աշխատել։ Մենք այն վիճակում չենք, որ մեզ շատ երկար հանգիստ թույլ տանք կամ քիչ աշխատանք։ Մի քանի թեմաներ եմ առանձնացրել, ճիշտ ասած չգիտեմ Իրանից սկսել, թե Նիկոլի վերջին հայտարարությունից, ոնց էր որ խոսենք, վերջում գալիս գանում Իրանի թեման շատ ավելի կարևոր է, քան թե շատ ավելի լավ, Նիկոլի հայտարարությունները։ Իրանի կողմից շատ այսպես կատեգորիկ բան հայտարարություններ եղել, թե որ դեպքում կհամաձայնեն, վստահ եմ որ ծանոթ եք, այսինքն պիտի դադարեցնեն, պիտի փոխհատուցում լինի, վերահսկողությունը պիտի իրենց ձեռքում լինի, ինչ տեղի ունեցավ այս վերջին 1 տարվա ընթացքում եւ ինչ հանգրվանի եկան, արդյոք ինչ որ հանգրվանի եկան թե ոչ, այս ամենը պայմանավորված է նոյեմբերի 9-ի ընտրություններով, թե նկատի ունեմ Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններով, թե իսկապես անսպասելի էր Իրանի կեցվածքը, պահվածքը եւ այս ամենը։ Խնդրեմ։ Նախ ասեմ ինչու է Իրանի թեման այդքան կարևոր Հայաստանի համար, որովհետեւ իրականում այն ինչ որ կատարվում էր Հայաստանի շուրջ, այն պլանները, որ իրագործում էին Ալիևը, Էրդողանը, Իսրայելը, Միացյալ Նահանգները, դրանք բոլորը խարսխված էին այն սպասման վրա, որ Ամերիկան ու Իսրայելը փետրվարի այդ 28-ին, կարծեմ սկսեց այդ հարձակումը, թե մարտի 1-ին պետք է հարձակվեն Իրանի վրա եւ Իրանը ըստ էության պետք է ջարդվի։ Իսկեն բոլոր հաշվարկները, այդ թվում նաեւ այդ թրիփի ստեղծումը, այդ ամեն ինչը կապվում էր նաեւ դրա հետ։ Եվ իդեպ ստեղ ուղղակի նշեմ, որ ինչի Ալիևը չի ուզեցել ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞ որ այդ սահմանադրության փոփոխության այդ բանը, պահանջը դա ընդհանրապես պատրվակ է։ Պատրվակ է, դա ուղղակի բան է, ձև է, որով ինքը փորձում է բաց պահել իր համար պատերազմի դուռը։ Այսինքն Ալիևի համար ստեղծվել է իր կարծիքով մի հնարավորությունների պատուհան, ռեգիոնում, ասենք, շատ բուռն իրավիճակ է, եւ եթե Ամերիկան ու Իսրայելը հաջողեին Իրանի ջախջախման գործում, բացվելու էր մի նոր շրջան էս բանում, ռեգիոնում, որտեղ Ալիևը կունենար շատ ավելի մեծ հնարավորություններ, այդ թվում նաեւ այս բանի մեջ թոհուբոհի մեջ նաև ասենք Սյունիքը գրավելու եւ այլն եւ պատահական չի որ թրիփը ծնվեց հենց նման խոսակցություններով երբ որ Ալիևի ներկայացուցիչ Հիկմետ Հաջիևը գնում էր Բիբի Նետանյահուի հետ հանդիպում խոսում էր հետո այդ ամեն ինչը փոխանցվում էր Կուշների Վիտկոֆի միջոցով բանին Տրամպի վարչակազմին եւ այլն եւ ստեղծվում էր ըստ էության պլանավորված էր այս թրիփի կամ Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ըստ էության պետք է մաս կազմեր, դրա մասին բավականին լուրջ գրվել է ժամանակին մաս կազմեր 3 միջանցքների, որ Իսրայելը ստեղծում է Իրանին մեկուսացման համար։ Եվ հետևաբար այս պլանների մեջ իհարկե ամբողջ քաղաքականությունը կառուցվում էր այնպես, որ այն ենթադրության վրա, որ Իրանը շատ արագ կջարդվի եւ շատ հնարավոր է, որ անգամ կմասնատվի։ Բայց տեղի ունեցավ բացարձակապես հակառակը եւ ամենացնցող բանը, որը միջև հիմա ես կարծում եմ բավականին քիչ մարդիկ են պատրաստ ընդունել, բայց բոլոր լուրջ վերլուծողները, ստրատեգիական վերլուծողները կամ քաղաքագիտական վերլուծողները արդեն հասկանում են, Ամերիկան կրում է ստրատեգիական պարտություն
Իրանի հետ կոնֆլիկտում։ Երկու պատճառ կա, ինչի Միացյալ Նահանգները ըստ էության արդեն 5 անգամ սպառնալով, որ հեսա վերջը գտան Իրանի, ի վերջո հետ են քաշվել եւ փաստորեն շարունակվում է այն վիճակը, որ Իրանը ոչ միայն վերահսկում է Հորմուզի բանը, նեղուցը, այլ նաեւ իսկապես լուրջ պայմաններ է դնում, ասում եմ միջև այս հարցերը չլուծվեն, մենք այս բանը չենք բացի եւ այլն։ Ընդհանրապես սա առաջին անգամն է, երբ որ Իրանն է թելադրում արդեն իր պայմանները եւ լրիվ նախաձեռնությունը անցել է Իրանի ձեռքը։ Ինչու հարց ենք չէ տալիս, ասենք աշխարհի գերհզոր, ամենահզոր երկիրը Միացյալ Նահանգները, ինչու են այսպիսի թուլություն ցույց տալիս եւ ինչի չեն կարողանում պատասխան գտնել Իրանի այս քաղաքականությանը։ Գիտեք, կատարվել է շատ կարևոր մի բան։ Այսօր երկու ֆակտոր կա, որը թույլ չի տալիս Միացյալ Նահանգներին խեղդել Իրանին կամ գնալ ինչ-որ մի էսկալացիայի, որը, ասենք, Իրանի համար կործանարար կլինի։ Երկու ֆակտոր կա։ Մեկը դա այն է, որ ի զարմանս իրականում բոլորի Միացյալ Նահանգների ստրատեգիական պաշարները զինամթերքի կապված այդ բաների հետ հեռահարթիռների հետ ընդ որում եւ պաշտպանական եւ հարձակողական շատ վտանգավոր մակարդակի իջել են, որ մոտավորապես պատկերացումը լինի, ես կարծում եմ մեր հանդիսատեսին սա հետաքրքիր կլինի, ասենք ամենահզոր հրթիռները, թահատ կոչվող հրթիռները, որոնք անգամ պատրիոտից էլ ավելի բարձր մակարդակ ունեն, ասենք դրանցից Միացյալ Նահանգները տարբեր գնահատականներով մոտ 500-600 հատ ունեցել է մինչև բանի կոնֆլիկտի սկիզբը, այսօր այդ պաշարը 80%-ով սպառվել է, 80%-ով, սա բան սենսացիոն թվեր են, այսինքն ըստ էության Միացյալ Նահանգները նույնը պատրիոտին է վերաբերվում, պատրիոտինը 2400-ից մնացել է մոտավորապես 1000-ը, նույն վիճակն է Tomahawk հարձակողական հրթիռների հետ, այսինքն 3000-ից 1000-ը սպառվել է, արդեն մնացել է 2000-ը, նույն վիճակն է Atacms-ների հետ, Atacms-ները ընդհանրապես արդեն բանը սպառվել են, այսինքն չնչին բան է մնացել, եւ նաեւ կան Atacms-ի մի քիչ ավելի բան ժամանակակից տարբերակը PSRM բաները, հրթիռները, որոնք նույնպես շատ վտանգավոր ցածր մակարդակի վրա են գտնվում։ Սա նշանակում է, որ իրականում այսօր ինչ որ իմաստով ոնց որ Ամերիկան անատամ է մնացել, բայց այդ ատամները ջարդվել են հենց Իրանի վրա։ Եվ սա ուրեմն մի գործոնն է, որ պարզվում է, որ չհաշվարկված ստրատեգիայով ըստ էության ուղղակի ենթադրություններ արվում, որ բացահայտ ուժը լրիվ հնարավոր է, որ եւ բանի այդ գլխատումը Իրանի գլխատել, վերնախավը գլխատել եւ ներքին պարակտություն լինի, դա այդ անմիջապես կփլուզի Իրանին, բայց պարզվեց, որ դա այդպես չի, Իրանը լրջորեն պատրաստվել է այս պատերազմին, կառուցել է ստորգետնյա պահեստներ, որտեղ տեղավորել է եւ ինքնաթիռները եւ հրթիռները եւ այդ հրթիռների այդ լոնչերները ոնց են ասում դրան հայերեն ինչով որ այդ հրթիռները կրակվում են եւ դրոնները, շահիդ դրոնների տարբերակներ եւ այլն եւ ընդ որում ասեմ Իրանը այսօր ունի տեխնոլոգիաներ, որ Միացյալ Նահանգները չունի գեր հնչյունային այդ հրթիռներ, որ Միացյալ Նահանգները չունի այդ բաները։ Այսինքն 10 անգամ ավելի արագ, քան ասենք ձայնն է տարածվում, այդ արագությամբ ուրեմն իրանական բաներ կան։ Դա նաև հաշվարկ չունեին, որ կարող է իրենք այդ հարևան երկրներին հարված են թիրախավորեն այնտեղ որտեղ որ կա, շատ լավ, բայց ինչպես Մեդվեդևն ասեց, միջուկային զենքի հզոր բան է Հորմուզի միջանցքը, տեսեք ոնց օգտագործեցին, այսինքն եւ նաեւ մտածում էին, որ այդ GPS-ը խառնելով հնարավոր է բան անել, շեղել այդ հրթիռները, բայց
չգիտես ինչի չէին հաշվել, որ Իրանը այդ հերթերները կարող է փոխի GNS տարբեր բանի վրա, այդ համակարգի վրա, որը նաև կարող է օգտագործել, ասենք Beidou, չինական Beidou-ն կամ ռուսական GLONASS-ը, այսինքն անհասկանալի իհարկե ռազմավարական սխալները թույլ տվել վարչակազմը Միացյալ Նահանգների, բայց փաստը մնում է փաստ, որ հիմա, ուրեմն սա մի ֆակտորն է, երկրորդ ֆակտորը այնա, որ այսօր Իրանը էսկալացիայի առումով շատ ավելի մեծ խնդրեմ կարող ստեղծի Ամերիկայի համար, քան Ամերիկան Իրանի համար, կապված նրա հետ, որ ըստ էության այսօր Իրանը ի վիճակի է էներգետիկ ճգնաժամ վերացնել 6 պետություն, բացի ծոցի 6 պետության, եւ Սաուդյան Արաբիան, եւ Քուվեյթը, եւ Կատարը, եւ Բահրեյնը, չգիտեմ ում մոռացա ասել, Էմիրությունները, այսինքն վիճակը այնպիսին է, որ Միացյալ Նահանգները ռազմական միջոցներ ըստ էության Իրանին ինչ-որ բան պարտադրելու չունեն։ Մի պահ թվում էր, որ այդ MOU-ն, այդ հայտնի այդ հուշագիրը, որ ստորագրել էին Միացյալ Նահանգները եւ Իրանը, դա ելք է պատերազմից, բայց չգիտես ինչի եւ հասկանալի է, դա չէին ուզում գնային այդ նվաստացմանը, ինչ որ պահի, երբ որ պարզ դառավ, որ Իրանը չի էլ պարտավորվում հրաժարվել Պարսից ծոցի, Պարսից ներողություն, Հորմուզի նեղուցի վրայի վերահսկողությունից, Միացյալ Նահանգները նորից սկսեցին շատ ինտենսիվ պատերազմ, բայց դրա հետևանքը այն եղավ, որ հիմա ավելի թույլ դիրքերից է Միացյալ Նահանգները բանակցում Իրանի հետ, իսկ Իրանը հակառակը ավելի ուժեղացած է դուրս եկել այս երկու շաբաթվա պատերազմից։ Սա իրականում, ինչ ասեմ, արմատական փոփոխություններ է բերում ռեգիոնում, որովհետև այսօր Իրանը թելադրում է իր կամքը, Իրանը այսօր առաջանում է քարտեզի վրա, որպես, եթե անունը չդնենք անգամ գերտերություն, բայց նաև կան այդպիսի մասնագետներ եւ վերլուծաբաններ, որոնք ասում են, որ բացի Ամերիկայից, Ռուսաստանից եւ Չինաստանից 4-րդ գերտերությունն է ծնվել։ Ես չգիտեմ, ես պատրաստ եմ հիմա համաձայնվել այդ կարծիքի հետ, թե չէ, բայց այն որ ինքը արդեն ռեգիոնալ առումով դառնում է շատ լուրջ գործոն, Դեմի դրվագով պնդեցիք, որ ինքը կանգնեցրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նկարտումներն ու ախորժակը Հայաստանի։ Ու սա իրականում սա լավ նորություն է Հայաստանի համար, որովհետեւ անկեղծ ասած ես երբեք չեմ հավատացել, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը խաղաղություն են բերել Հայաստանին ու Ադրբեջանին, դա միշտ էլ եղել է բլեֆ, դա ասում եմ դրա լավագույն ապացույցը այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղություն Հայաստանի հետ, իհարկե դեռ ասել, որ վերջնակետը դրված է այս պատերազմի մեջ վաղ է եւ կարծում եմ Ալիևի ռեժիմը դեռ փայփայում է հույսեր եւ Իսրայելն էլ իդեպ չի հրաժարվում ռազմական ճնշումից։ Իսրայելը հայտարարել է, որ անգամ Միացյալ Նահանգները եթե դուրս գան այս կռվից, մենք մենակ մեկը շարունակելու ենք այս պատերազմը։ Հավակնոտ հայտարարություն չէ, վիճակի են թե Ես վստահ եմ, որ չէ, ու դա ավելի շատ կապված է գալիք ընտրությունների հետ, որտեղ մի քանի ամիս հետո Իսրայելում լինելու են ընտրություններ, որը Բիբի Նետանյահուն հաղթելու շատ քիչ շանսեր ունի, ավելի բան է, հիմա հավանական է սպասել հակառակորդի հաղթանակին, եւ ասեմ, սա ստեղծում է նոր իրավիճակ, մենք ես պետք է հասկանանք, սա նոր իրավիճակ է ստեղծում նաև Հայաստանի համար։ Նախ ինչ ալնելու տրիպի հետ, մի հատ հասկանանք, օգոստոսի 8-ին գիտեք, Նիկոլ Փաշինյանը խոսած Թրամփի հետ, զանգարեց բանին, Ալիևին, անպագորգոր հայտարարություններ հնչեցին, Մարկո Ռուբիոն հայտարարություն արեց, որ օգոստոսի 8-ի այդ 1 տարվա բանը պրոցեսը, տրիփի մասին հայտարարությունը եւ այլն բոլորը ուժի մեջ են, բայց փաստը մնում է փաստ, որ իրականում
այն աշխատանքները, որոնք այս մի տարվա մեջ պետք է կատարված լինեն, իրենք կատարված չեն։ Իրանք բոլորը հետաձգված են։ Չէ, եթե հետաքրքիր է 1-2 մեջբերում, հա, Նիկոլն էլ նաև անպագորբորին հայտարարություններ արեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է Հայաստանի Հանրապետության պատմությունը, կարող ենք բաժանել դրանից առաջ, դրանից հետո 2000 դե ամեն ինչում այնքը չէ, Աստված 2025 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պատմությունը փակուղու մեջ է, 25 թվականի օգոստոսի 8-ից հետո եւ այլն, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության թրիպը նախագիծը, որը ոչ միայն Հայաստանի շրջափակման շուրջ է դնելու վերջ է դնելու շատ մոտ ապագայում, ոչ միայն դառնալու է Հայաստանի եւ տարածաշրջանի տնտեսության առանցք, այլև օգնելու է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար սկսեն ընկալել ոչ թե որպես խոչընդոտ եւ այլն, թրիպի ինչ է անում այսօրը շատերը ոմանք նպատակադրված, ոմանք էլ ակամա գործում են խաղաղության փլուզելու տրամաբանությամբ եւ այս գործողությունը երբեմն քողարկվում է բարեհունջ կամ հայրենասիրական ճակերտների մեջ ծխածածկույթին ներքո ուզում եմ ասել առանց հետևեթանկի խաղաղություն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտություն է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի եւ Ադրբեջանի նախ սրա մասին եք խոսեք, հա, խնդրում եմ հայ փախստականների վերադարձի, որ նույն հարցության վրա է դնում իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում արևմտյան Ադրբեջանի եւ արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները շարունակելը Հայաստանի ժողովրդին շնորհավորում եմ օգոստոսի 8-ի առիթով վերջապես ունենք մի օր խաղաղեցման եւ ոչ թե խաղաղեցնում, ոչ թե բորբոքում է մեզ եւ թող խաղաղությամբ ննջեն հակամարտության բոլոր զոհերը, այլևս երբեք կեցե խաղաղությունը նաև շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին, այսպիսի անպագորբոր։ Նախ ասեմ, որ երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև անցյալ տարվա օգոստոսի 8-ը մենք եղել ենք փակուղու մեջ, իսկ հիմա ազատ ենք եւ չգիտեմ գնում ենք դեպի խաղաղություն, դա տեղավորվում է այն հայտնի ասացվածքի տրամաբանության մեջ, որ ասում է գլխացավից լավագույն միջոցը դա հիլիոտինն է, այսինքն երբ որ գլուխդ կտրում ես։ Հա, ճիշտ է։ Գլուխ կտրելով իսկապես կարելի է գլխացավից ազատվել։ Եվ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, հա Նիկոլը է տանում, մեր գլուխը կտրում է եւ ասում է, որ արդեն ազատ ենք։ Բայց բացի դրանից դա ուղղակի սուտ է, որովհետև ինչքան էլ որ ինքը գնաց զիջումների, իսկ ինքը գնաց խայտարակ շատ զիջումների, դու ծարեց Մինսկի խումբը, հրաժարվեց այդ բաներից, այդ միջազգային դատարանների այցերից, ընդհանրապես հրաժարվեց մեր գերիների բանը ճակատագրով հետաքրքրվելուց, ըստ էության գնաց այդ սահմանազատումների միակողմանի զիջումների, այսինքն հրաժարվեց ինչ-որ պահանջներ դնել։ Դե Արցախից ընդհանրապես հրաժարվեց պահանջներ դնել, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, որպես այո, դա եմ ասում էլ է տարածք օկուպացված։ Այսինքն գնաց ի վերջո Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։ Այսինքն բոլոր այս բաները անելուց հետո միևնույն է խաղաղությունը չենք ստացել։ Այո։ Եվ ամենահետաքրքիրը այն է, որ բոլորն էլ հասկանում են, որ ասենք իրականում դա շատ դժվար է, որ Հայաստանի Հանրապետությանը հիմա փորձեն պարտադրել սահմանադրության փոփոխությունը։ Ի վերջո նախ 2/3-ը պետք է ստանա դրա համար խորհրդարանում եւ երկրորդ քայլը որ պետք է արվի, ժողովուրդը պետք է դրան հավանություն տա։ Հիմա մենք իրականում այստեղ ունենք Դեպ սա շատ կարևոր process է, որի մասին պետք է խոսենք, մենք այստեղ ունենք երկու պաշտպանական գիծ։ Այս սահմանական հանրաքվեին դիմադրելու առումով։ Առաջի պաշտպանական գիծը դա այն է, որ պարլամենտում արկա ուժերը պետք է թույլ չտան, որ այդ հարցը կարողանան լուծել, որովհետև բնականաբար նրանք ուզում են մի քանի մանդատով, այսինքն մի քանի անդիմադիրի հավաքագրեն իրենց շարքերը, որ 70 մանդատ է լրացնեն, այսօր ունեն 64-ը, եւ սա առաջի պաշտպանական գիծն է, որը հիմնականում որը պահելու պարտականությունը հիմնականում դրված է այսօր երկու խմբակցության վրա, այդ Հայաստան ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինք։ Հայաստան դաշինք կարող են իրանք դա անել, թե չեն կարող անել, մենք կտեսնենք ապագայում, նաև կտեսնենք ինչքանով իրենք սկզբունքային են այս հարցում։
Բայց մի հատ հետարքիր զարգացում եղավ, երբ որ Հիկմետ Հաջիևը վերահաստատեց, որ այդ պահանջը մնում է Ադրբեջանի կողմից ուժի մեջ, իսկ երկու խմբակցությունը ասացին, որ նրանք չեն ընդունում դա եւ չեն թույլ տա, որ դա դրվի հանրակրվեի, ԿՊ-ն մի հետարքիր բան ասեց, բացի այն բանից, որ իսկ ինչ ա եղել, դուք չեք պատկերացնում, որ մի քանի падգամավոր պետական մտածողություն ունեցող ընդդիմադիր շարքերից կգան մեր կողմ, իսկ նրան հարցին, իսկ եթե չգան, ինչ եք անելու, ինքը ասաց, ինչ ենք անելու, ոնց որ 2018 թվին արեցինք, տենց էլ հիմա կբերենք ժողովրդին կբերենք պարլամենտի վրա, այսինքն կգան, կշրջապակեն, բան կանեն եւ այլն եւ այլն, ինչը նշանակում է, որ առաջի գիծը պահելու առաքելությունը ոչ միայն այդ երկու ուժերի վրա է, որ այնտեղ խմբակցություններ ունեն, այլ նաեւ այդտեղ կարող է շատ կարևոր դերակատարություն ունենան նաև արտախորհրդանական ուժերը, որովհետև Պարոն Զուրաբյան, բայց շատ բան է փոխվել 2018 թիվ մոլորված ժողովուրդ հավատացած քաղաքական ուժերը բոլորը տենց էքստազի մեջ ոգևորված ինչ որ այսպիսի բան կար։ Հիմա այս մարդը զորով քրքաշ խախտումներով ընտրություններ անցել է, ինքը մարդ պիտի գա։ Կարող է ինչ որ բանդաների բերեն։ Ինքը անցնելու է շանտաժի։ Ինքը ասելու է, բերի, ասի խփելու են, ջարդելու են, այս ուրիշ բան, թե չէ, ով է իր հետևից գալու։ Չէ, մենք պիտի հասկանանք, Նիկոլը գիտի ասի ժողովուրդ եկեք ու գան, չէ, ապսուրդ է, չէ, արդեն շատ հասկանում են, ինքը տենց չի ասելու։ Հա։ Ինքը եւ ամբողջ պետական ռոպագանդան եւ նրանց սատարող ուժերը դրսերից նաեւ ներկայացնելու են այսպեսի իրավիճակ։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, որ այդ թրիփը կառուցվի եւ այլն, իրենք ներկայացնելու են այսպեսի իրավիճակ։ Իրենք ասելու են, որ եղբայր, դուք վերջը խաղաղություն եք ուզում, թե պատերազմ։ Էլի սաղ կամպանիան գնալու է այդ սնուցող մայրերի, չգիտեմ, այդ լոլոները արդեն 8 տարի լսել են եւ այս մարդը միայն 4 պատերազմա բերել եւ տարածքներից ջիջում կործանված մի հարաբերություն, գերիներ եւ զոհեր։ Հիմա այս լոլոն ինչքան պիտի աշխատի։ Բայց նորից հասարակության առաջ դրվելու է այս բանը։ Չի աշխատելու դա։ Ընտրությունը, վերջին ընտրությունները ցույց տվեց, որ դա չի աշխատում, ինքը կեղծիքներով հազիվ անցավ։ Հիմա ո՞նց պիտի նորից մոլորեսնի այս ժողովրդին։ Հա, բայց պետք է կամ այդ ժողովրդի համար դուրս գա հրապարակ։ Ես ուզում ասեմ, այդ պատերազմին պրոպագանդիստական։ Պետք է պատրաստվել։ Հա, դա ուրիշ բան։ Այսինքն եկեք միամիտ չլինենք։ Իշխանությունը չի հրաժարվելու ու չի հրաժարվելու ոչ թե այն պատճառով, որովհետև ինքը, ասենք, վերանայելու կարողություն չունի, այլ որովհետև ինքը վաղուց խամաճիկ է, ինքը գործիք է բանի Ալիևի ձեռքում, որը եւ նաեւ Միացյալ Նահանգների ձեռքում եւ այլն, որոնք պնդելու են, որ ինքը դա անի։ Հիմա հարց է ցակում։ Իրականում Ամերիկայի համար այդքան կարևոր չի, որ մենք այդ սահմանությունը փոխենք։ Դա բանի մտասևեռումն է, չէ՞, Ալիևի մտասևեռումն է, եւ իրականում նորից եմ ասում, բացի մտասևեռում լինելուց, դա նաեւ Ալիևի համար միջոց է, որ ինքը բաց պահի պատերազմի դուռը։ Հիմա այդ հարցը մի հատ կարևոր, ամենակարևոր հարցը այս առումով հետևյալն է։ Իսկ ի՞նչն է խանգարում օրինակի համար, էլի, եթե դրա հետևը կանգնած են Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Իսրայելը, ասել դե լավ, այդ խաղաղության պայմանագիրն էլ թող տենց նախաստորագրված մնա, չստորագրվի, թրիպը կառուցենք։ Որպես մի միջոց, մի գործիք, որը նպաստելու է խաղաղության ավելի արմատավորմանը եւ այլն։ Այսինքն հարցը չէ՞ ցակում, ասենք, ինչ ենք sense կենտրոնացել այդ ստորագրության եւ վավերացման բանի վրա։ Ի վերջո կարելի է գնալ առաջ, կառուցել։ Ուրեմն երկու խնդիր կա այստեղ։ Մեկ խնդիրը դա իհարկե Իրանի ուժեղացումն է, որը արդեն բաց հայտարարում է, որ ինքը չի հանդուրժելու իր սահմաններին մոտ Միացյալ Նահանգների ներկայությունը։ Ու ոչ միայն սա կարելի է հասկանալ, սա ոչ միայն վերաբերում է Պարսից ծոցի երկրներին, սա նաև կվերաբերվի Մեղրիին, որովհետև Մեղրին դա ուղիղ բանի այդ Իրանի սահմանի մոտ է եւ Իրանը շատ լուրջ կասկածներ ունի, որ այնտեղ կարող են տեղակայվել տարբեր բաների տակ, շղարշների տակ, անվտանգության ուժեր եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եւ ինչ որ աշխատանք տարվի այնտեղ։ Այսինքն process-ը հետաքրքրում է էլի նորից Իրանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հա, այդ Իրանի գործոնը կա, բայց կա մի հատ շատ ուրիշ կարևոր երկրորդ ֆակտորը, դա այն է, որ ի վերջո Միացյալ Նահանգները ավելորդ փող չունեն հիմա։ Միացյալ Նահանգները
այդ թրիփի բանի միջանցքի կառուցման համար ունեն կարիք լուրջ ներդրումների։ Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմի ժամանակ իրենց պետական պարտքը ավելացրել են 37 տրիլիոնից մինչև 40 տրիլիոն, բանի պարտքի սպասարկումը ահավոր աճել է եւ հիմա գերազանցում է տարեկան 1 տրիլիոնը եւ համատելի է դարել ռազմական ծախսերի համար, սա դեպեն ցուցանիշն է, որը կարմիր գիծ է համարվում բոլոր լուրջ պոլիտէկոնոմիստների կողմից, որը նշանակում է արդեն ցանկացած ոնց որ կայսրության, ցանկացած գերտերության համար մի զանգ, ալարմ, որ ստեղից են կողմ դու արդեն խնդրեմ ունես։ Հիմա ինչ են Միացյալ Նահանգները այսքան ավելորդ փող չունի։ Ինքը եթե նկատել եք ինքը հակառակը ցանկացած կարգավորման մեջ, ցանկացած նոր պայմանագրի մեջ փնտրում է հակառակը փող ստանալու միջոց։ Ուկրաինայից հանքերը վերցրեց, մեզնից վերցրեց մեր հանքերը, իդեպ այս շատ աննշան անցավ, որ ընտրություններից մի քանի օր առաջ ստորագրվեց մի պայմանագիր, ըստ որի Միացյալ Նահանգները դառնում են մեր հանքերի տերն ու տիրակալը այդ թրիփի բանում ծրագրով։ Հիմա այսքան ներդրողների կարիք կա, բայց ցանկացած մտածող ներդրող ի վերջո հարյուրավոր միլիոններ դնեն։ Տեսել են Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռները ինչ ուղղությամբ են։ Այդ հրթիռներն էլ մի կողմ, բայց մյուսը, որ եթե խաղաղության պայմանագիր չկա, վերջնական, այսինքն վերջնակետ դրված չի, ֆորմալ վերջնակետ հակամարտությանը դրված չի։ Իրանք են հասկանում, որ սրանով Ալիևը դուռը բացում է, պատերազմի դուռը բաց է պահում։ Հետևաբար ոչ ոք չի ուզում հարյուրավոր միլիոններ հենց այնպես ծախսի եւ հետո պարզվի, որ այդ ամեն ինչը զորանում է մի ակնթարթային պատերազմի հետևանքով կամ հարձակման պատճառով։ Հետևաբար մենք պետք է շատ լավ հասկանանք, որ շատ հստակ փոխկապվածություն կա խաղաղության պայմանագրի ստորագրման եւ թրիփի առաջ գնալու միջև։ Այս առումով իհարկե Ադրբեջանը տեսնում եք շարունակում է մնալ իր պայմանի վրա։ Սա նշանակում է, որ ըստ էության հիմա թրիփի առաջ գնալը տորպեդահարում է հենց Ադրբեջանը։ Ինչու՞։ Այստեղ ավելի մի հատ նուրբ պահին են գալիս։ Վերջերս շատ հետաքրքիր վերլուծություններ եղան կապված տարբեր թուրքական հերոստատեսության տենց քննարկումների ժամանակ գեներալներ, բաներ կան, որոնք ասենք հարցադրումներ դրեցին, ասելով որ այսով է ստեղծել այս միջանցքը, այս Զանգեզուրի միջանցքը ով է ստեղծել, եկեք չմոռանանք, որ դրա հեղինակը Աթաթուրքն է, Մուստաֆա Քեմալն է։ Ինքն է որ ստեղծեց Նախիջևանը Հայաստանի մաս էր, չէ՞, անգլիացիք հայտարարել են դա բանի Երևանյան այդ գուբերնիայի, այսինքն հետևաբար Հայաստանի նորանկախ 18 թվականին այդ նորանկախ Հայաստանի մաս։ Մուստաֆա Քեմալը արեց ամեն ինչ, որ Նախիջևանը դառնա ավտոնոմ հանրապետություն Ադրբեջանի կազմում, ըստ էության իրենց բոլոր գործողություններով ռազմական խրախուսելով ադրբեջանցիներին, որ այնտեղ ապրել են, վերջը բերեցին այդ Նախիջևանի ստեղծմանը։ Մուստաֆա Քեմալն էր, որ 1932 թվականին իրագործեց այդ փոխանակումը Իրանի հետ տարածքների, որի հետևանքով Նախիջևանը ստացավ ընդհանուր սահման Թուրքիայի հետ։ Եվ այդ գեներալը հարց է տալիս, ասում է, լավ, Մուստաֆա Քեմալը այդքան հեռատես լինելով այդ ամեն ինչ արեց, Նախիջևանը ստեղծեց, կապը Թուրքիայի Նախիջևանի հետ ստեղծեց։ Այն վերջի 42 կիլոմետրը, որ մնացել է, որ պետք է բանը ու իր նախատեսվածներ, այդ ինչի պիտի ընկնի ամերիկացիների ձեռը։ Այսինքն իրականում մենք պիտի շատ լավ հասկանանք հետևյալը։ Այս թրիփի համագործակցությունը, որը Ադրբեջանը գնացել է ասենց մեծ էնտուզիազմով ստորագրել է, ինքը ծառայում է մի նպատակի՝ Զանգեզուրյան միջանցքի լեգիտիմիզացիային, այսինքն Ադրբեջանի համար սա կիսատ ժամանակավոր լուծում է, որի
որի իմաստն է, որ ինքը միջազգային իրավունքի տեսակետից ստեղծում է լեգիտիմություն այդ միջանցքի համար։ Ինքը այդ նպատակին է հասել, բայց իրանց նպատակները շատ ավելի հեռահար են եւ դրա համար է, որ Ադրբեջանը չի ստորագրում վերջնական խաղաղությունը։ Հիմա այս առումով ասում եմ, ստեղծվել է շատ լուրջ մի հատ իրավիճակ Հայաստանի շուրջ, որտեղ տեսնում ենք Ադրբեջանի շահը, Թուրքիայի շահը, Իսրայելի շահը, Միացյալ Նահանգների շահը, Իրանի շահը, Նիկոլի Հայաստանը որտեղ է։ Այս բանի մեջ Նիկոլի Հայաստանը որտեղ է։ Նիկոլի Հայաստան գոյություն չունի։ Նիկոլը ընդհանրապես նախ չի էլ հասկանում այս աշխարհական հեռանկարները։ Բայց ինքը նախ մտածում է շատ բան կոնյունկտուրային, մտածում է այսօր պրծնենք, այսօր մի օր էլ խաղաղություն ունենք, այս մի օր էլ չկրակեն, արդեն լավ է, ախպեր ջան, էսա բան, կարևորը այս խաղաղության մթնոլորտը պահենք, տենանք ինչ կլինի։ Բայց ուրիշ բան կա, Նիկոլը ընկել է ըստ էության դարել է պատանդ նրանց ձեռը, դարել է խամաճիկ, որովհետև ինքը հասկանում է, ինքը արդեն լեգիտիմություն չունի Հայաստանում, ինքը հասկանում է, որ իր ամբողջ իշխանության ամրությունը կապված է Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարեհաճությունից։ Ինքը նրանց բանն է։ Մատակարարը։ Հա, մատակարարն է, ինքը ուղղակի սպասարկելու է այն, ինչ որ իրան պարտադրելու են։ Ու ինքը գիտի, որ ինքը չունի հետադարձ ճանապարհ։ Օրինակի համար, ինքը եթե մի պահի հասկանա, որ միգուցե Իրանը ուժեղացել է, եկեք Ռուսաստանի հետ կապերից չխոսենք։ Հա, Ռուսաստանի հետ կապերից չխոսենք եւ վերջին մենք մեր գլխին սարքում է տնտեսական տեխնաժամը բան։ Ինքը չի կարա դա անի։ Ինքը չի, անգամ եթե հասկանա, որ դա ճիշտ ճանապարհ է, հաշվի առնելով ասում եմ Իրանի նոր այդ գործոն լինելու հանգամանքը, հաշվի առնելով այդ այն հանգամանքը, որ ի վերջո Ռուսաստանը շատ լուրջ անդառնալի է, թե ինչ որ կոմպրոմատներ կան, թե ինքը, չգիտեմ, վախեր ունի, ինքը գիտի, որ իր իշխանությունը ամբողջությամբ կախված է, ինքը ամբողջությամբ պարտական է, ինքը գիտի ինչի է ինքը ստացել նորից իշխանություն Հայաստանում 2026 թվականին, որովհետև այս ամբողջ կոնգլոմերատ երկրների նրան օգնել է, բայց կներեք մենք ինչ երկրների մասին ենք խոսում։ Մենք խոսում ենք երկրների մասին։ Ինքը հայտնի գծող է, ձև չունի։ Չէ, ինքը գործ ունի շատ հզոր մարդկանց հետ, ու ինքը շատ լավ հասկանում է դա։ Հետևաբար ինքը այդ հնարավորությունը չունի։ Անկամ եթե ինչ որ պահի հասկանա, որ իրավիճակը փոխվել, որ օրինակի համար Հայաստանը այնուամենայնիվ ճիշտ կլինի իր անվտանգությունն եւ բարեկեցությունը փնտրի ինչ-որ բալանսի մեջ, չեմ ասում Ռուսաստանի ու Իրանի հետ, բայց բալանսի մեջ։ Հասկանում եք, օրինակ երկաթուղու ստեղծելու այդ պրոյեկտի մեջ, որը պետք է Հայաստանը Իրանի հետ կապի, որը շատ հեռանկարային պրոյեկտ է դառնում, ասենք չինական կամ հնդկական ինվեստիցիաներով հանդերձ։ Հիմա վերջերս ես մի նոր առաջարկ եմ արել, երեք բանում իմ Facebook-յան մի ստատուս գրեցի, եթե բոլորին խնդրում եմ, եթե Facebook-ում ակտիվ եք, մտնեք, կարդաք, իմեջում դրված է այդ ստատուսը, որը խոսում է նրա մասին, որ պետք է ստեղծել, հիմա ստեղծվում այս բանը Firebird-ը, գիտեք, այդ հայտնի ֆիրման ստեղծել է արհեստական բանականության արտադրության գործարան, բանում Հայաստանում 18 կիլովատ հզորությամբ այս պահին, բայց դառնալու է 27 թվին 300 կիլովատ է դառնալու, բայց այստեղ ինչն է հետաքրքիր, որ սա միայն հայկական պրոյեկտ չի, սրան հիմա կպնում է նաև Ղազախստանի պրոյեկտը, որը 3 անգամ ավելի մեծ է լինելու, 1000 կիլովատի մեգավատի ներողություն, մեգավատների մասին է խոսքը, 1000 մեգավատի պրոյեկտ է լինելու, Էկիբաստուս քաղաքում է կառուցվելու, որը կապվելու է Հայաստանի հետ ու ուշադրություն Սումգայիթի միջոցով, Ադրբեջանի տարածքի միջոցով, եւ այդ Ազեր տելեկոմը եւ Թիմ տելեկոմը, որ այդ բանը կնքել է, այդ հայտնի էս պայմանագիրը, դրա ամբողջ իմաստը դա, որ Ղազախստանի այդ արհեստական բանականության կենտրոնը, գործարանը եւ Հայաստանի բանում կառուցվող, Հրազդանում կառուցվող այդ
կենտրոնը, նրանք կարողանան իրար հետ կապ ունենան Ադրբեջան, Ղազախստան, բնականաբար Ադրբեջանի միջոցով։ Իհարկե, այստեղ վտանգներ չկան, որ Ադրբեջանը կարող է տիրապետել այդ ինֆորմացիայի, ինքը ընդհանրապես ծառայելու է որպես ֆիզիկական հաղորդակ։ Բայց վտանգը ուրիշ բանի մեջ է։ Վտանգը նրա մեջ է, որ ասենք վաղը մյուս օր ինչ որ մի թոհուբոհի պատճառով, եթե Ադրբեջանը որոշում է փակել այդ ճանապարհը, ինքը կիրականացնի այն ինչ որ հայտնի է բանում այդ աշխարհում, IT աշխարհում որպես kill switch, այսինքն կարող է այդ բանը, այդ կապը կտրի, այդ դեպքում իհարկե ըստ էության այդ ինվեստիցիան ենթարկում է խնդիրների։ Հիմա սա իրականում ամենամեծ մեր խնդիրն է։ Մենք այո ողջունում ենք, որ Firebirds-ը այդտեղ AI-ի գործարան է սարքել։ Մենք ողջունում ենք, որ Հայաստանը այդպես նոր տեխնոլոգիական մակարդակի վրա է բարձրանում։ Այդ ամեն ինչը դրական զարգացումներ են, բայց մենք պետք է հասկանանք, որ միջև հիմա ինչ կառուցվում է, բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները եւ բանի այդ ինֆորմացիոն տեխնոլոգիաների առումով եւ երկաթուղիների առումով եւ ճանապարհների առումով եւ գազատարների առումով եւ նավթատարների առումով բոլորը անցնելու են Ադրբեջանի տարածքով։ Հետևաբար Ադրբեջանը դառնում է ստրատեգիապես Հայաստանին լրիվ կախվածության մեջ գցող երկիր, ինչը նշանակում է, որ հետագայում նրանք կարող են միշտ բանեցրեն ճնշումներ եւ մեզնից կորզեն բազմաթիվ զիջումներ։ Էս է պատճառը, որ մենք միշտ ասում ենք, որ եղբայր Հայաստանը պետք է ընդունելով այս բանը, այս նոր կոմունիկացիոն համակարգը կառուցվելիք, այնուամենայնիվ պետք է մտածի ալտերնատիվների մասին։ Իսկ ռեալ ալտերնատիվը դա Իրանի միջոցով ունենալ նաև այլընտրանքային տարբերակներ, այսինքն եւ երկաթուղի, եւ գազատար, եւ նավթատար, եւ լավ նավթատար չէ, նավթատարը դժվար կլինի, բայց եւ կաբելային կապը եւ ինչն է իմ առաջարկը, որ ստեղծվի նաեւ ալտերնատիվ արհեստական բանականության արտադրության մի գործարան, որը արդեն կապված կլինի չինական ինվեստիցիաների, նրանց չիպերի հետ եւ կօգտագործի Իրանի էներգետիկան։ Քան Նիկոլը մնում է իշխանության, դուք ինքներդ հիմնավորեցիք, թե ինչ է այդ մասը կախվածության մեջ։ Օթի մեջ այդ ինչ որ բան, այսինքն ոնց պատտում ենք, գալիս ենք, չէ, օթի մեջ այն քանի Նիկոլն է, օթի մեջ է մնալու, որտեղ դուք ինքներդ հիմնավորեցիք։ Ես գրել եմ այդ ստատուսում, որ սրանք չեն կարա դա անեն, բայց հանրային քննարկումները եւ նախապատրաստությունը պետք է այսօրվանից սկսել։ Դա ուրիշ է, հա, այսինքն քանի դեռ Նիկոլը կա, այս Չէ, նաեւ պետք է ուղղություն ցույց տանք մեր ժողովրդին, որովհետեւ ասում եմ, այն ճանապարհը, որով Նիկոլը մեզ տանում է, դա Ադրբեջանից բոլոր առումներով, ասեցի, IT-ների, չգիտեմ, բանի, նավթամթերքի, երկաթուղի եւ այլն, բոլոր առումներով Ադրբեջանից կատարյալ կախվածության ճանապարհն։ Լավ, ինքը եթե այս ամեն ինչի մեջ է, ինչ է ինքը դեպքում ակնկալում Ռուսաստանի Դաշնությունից։ Ես այսօր մի երկու անգամ կրկնել եմ։ Ինքը ասում է, ես խաղաղություն եմ բերել, որևէ երկրի հետ արդեն խնդրեմ չկա, բոլորի հետ բան հարաբերություններ են, ինչ է ուզում Ռուսաստանից, թող այս ամեն ինչը կառուցի, ասենք իր ապրանքները տանի Զիմբաբվե, Թուրքիա, Արգենտինա, չգիտեմ ինչ է ուզում Ռուսաստանից այս դեպքում։ Ու ժողովրդին էլ հարմար նորից Ռուսաստանի Դաշնության դեմ, որ տեսեք չեն տանում ձեր պղպեղը, չեն տանում ծաղիկը։ Այստեղ ամենախնդալուն գիտեք ինչն է, երբ որ ինքն է, հա, նախաձեռնել այդ բոլոր գործընթացները Եվրոմիության ընդունելու եւ այլն։ Հետո երբ որ ասում են հանրակրվե արա, ինքը ասում է, բայց այդպես հարց չկա։ Բայց այդ հարցը դու ես ստեղծել։ Անես չի որ ինչ նշանակում է հարցը չկա, բայց եթե չկար չստեղծեիր։ Ինչ ես դու ստեղծել այդ հարցը, եթե չկար։ Ով էր քեզ խանգարում դիվերսիֆիկացիա անել առանց գրգռելու Ռուսաստանի գավառային շուստրությունը անցնում է, պարոն Զուրաբյան։ Ինքը գիտեք ինչ արել, ինքը իրան դրթելել են նաև դեպի դա, ասեցի ինքը շատ կախված է այդ կոնկրետ երկրներից։ Չէ, բայց ավելի կարևոր բանացի ինքը նաև չի հասկանում խորքային։ Իրան դրթել են, որ ինքը պետք է նաև խորքային չի հասկանում խնդիրները։ Մակերեսային անկանում եւ այսինքն ինչ ես գնում, ասենք ավելորդ թաշնամացման քո հարաբերությունների Ռուսաստանի հետ։ Ի վերջո Դա արդեն հետո։
Չէ, բայց ընդհանրապես ինչի ես գնում այդտեղությամբ։ Ինչն էր բանը, իմաստը։ Ինչ էր ինքը վստահ իրան դրթել են եւ ինքը վստահ է եղել, որ եթե այդ բանը ինքը անում է, ինքը այո, Հայաստանը մեծ կորուստներ է կրում, բայց ինքը ստանում է գոնե աջակցություն այդ աշխարհի։ Արևմուտքի, չգիտեմ, Ադրբեջանի։ Մեդվեդևը դրա մասին խոսեց, տեղին էր այդ ինչ որ ասեց Մեդվեդևը։ Ծանոթ եք իր խոսքին։ Ես գիտեմ, որ Ռուսաստանը Ձեզ կօգտագործեն ու կշփորտեն մեծ հաշվով։ Ես գիտեմ, որ իրականում ինչքան հիմա փորձում է Նիկոլ Փաշինյանը ներկայացնել, որ այ Ռուսաստանը մեր դեմ է ամեն ինչ անում, որովհետև մենք ուզում ենք գնալ մեր ճանապարհով, մենք ալտերնատիվներ ենք փնտրում եւ այլն եւ այլն։ Դա իրականում բլեֆ է, որովհետև միջև հիմա երբ որ ինքը այս ամեն ինչ անում է, Ռուսաստանը դες բաներ չէր անում։ Ռուսաստանը այս կոնֆրոնտացիայի գնաց այն պահից, երբ որ հիշում եք եղավ այդ Պուտին-Նիկոլ հանդիպումը, որի ընթացքում ըստ էության Պուտինը իրան ասեց ուղիղ տեքստով, որ պրոռուսական հա լավ պրոարևմտյան կա ձեզ մոտ ինչ է եւ այլն թոլին են, բայց պրոռուսական ուժերին մի Այդ առաջին անգամ չէր, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալել էր, հիշում եք, էլի հանդիպում էր եղել, ինչ որ բան ասվել է։ Ռոբերտ Քոչարյանը կարող էր լինել առանձին քաղաքական ուժ, բայց երբ որ համակարգային հետապնդվում են, հալածվում են, ջախջախվում են բոլոր ուժերը, որոնք պրոռուսական են, եւ կալանավորվում են հալածանքներ, դաժանություն, սեփականության, սեփականության, ընդ որում օրենքների խախտումով եւ այլն այդ դրանց է զայրացել, ասենց ասեմ, եթե ասում են ինչից է այս Ռուսաստանից հայրում, դա դրանց է։ Իսկ ինչի է ինքը դա անում իրականում։ Որտեղ արևմուտքն է պահանջում։ Որովհետև ինքը առանց այդ ամեն ինչի էլ կարող նույն արդյունքների հասներ, ասենք։ Ուրեմն ինքը ուղղակի ասում եմ իր իշխանատենչության համար ինքը պատրաստ է գնալ տենց կոնֆլիկտի Ռուսաստանի հետ։ Էսա ամբողջ խնդիրը։ Դա ճակատագրական չի լինի իր համար, եթե նկատի ունենք տնտեսական ինչ սարսափելի հետևանքներ։ Դե հիմա չգիտեմ, հիմա Դե արդեն իսկ տեսանելի է, չէ՞, այսօր հիմա ըստ հաշվարկների արդեն շատ կոնկրետ 250,000 մարդու սա այն ինչ որ կատարում է առնչվել է։ Շատ լավ, այս սահմանափակումները եւ դեռ ինչ է սպասվում։ Արդյոք դա կբերի։ Չեմ ասում 2-3 միլիոն հայություն, որ արդյոք դա կբերի ներքին ճգնաժամի Հայաստանում, ես հիմա դժվար եմ ասել, բնականաբար գները բարձրանում են, մարդիկ կամաց տնտեսական վիճակը։ Դուք պատկերացնեք ջերմականների տերերը ձգեցին։ Բայց Փաշինյանն էլ սպասում է, որ Եվրոպական միությունը պետք է իրան տեր կանգնի, չգիտեմ, այս թրիփի ինվեստիցիաները դինեն, ճանապարհներ։ Այ դա է հենց դրա մասին էր խոսում Մեդվեդևը։ Ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը կարող է աներ, եթե ինքը չլներ վատ վիճակում, որովհետև ինքը հիմա ինքն է հայտնվել բավականին վատ վիճակում, այնպես չի որ Եվրոպական միությունը ունի շատ ազատ փողեր, ինչ էլ ունի հիմա տալիս ավելի շատ Ուկրաինային, որովհետև ուկրաինական ֆրոնտը շատ ավելի առաջնային նշանակություն ունի Եվրոպական միության համար Ռուսաստանի հետ կոնֆլիկտում, քան թե հայկական ֆրոնտը։ Այս ճակատը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար, հատկապես Թուրքիայի համար կարեւոր չեն եւ չարժե այս փուլում որ գնային ինչ որ նեղությունների, տրամադրեին բաներ եւ փորձեին ըստ իրենց կտրել կամ հանել Ռուսաստանի դեմ։ Հա, բայց դրա համար ասում եմ միջոցներ են պետք։ Իրանք էլ են հիմա բավականին բարդ վիճակում։ Իրավիճակը վատ է, բանը բավականին վատ է։ Նույն Գերմանիայում գիտեք դեինդուստրիալիզացիա լինում, ահագին կենսամակարդական ընկել է եւ բանում եւ Միացյալ Թագավորությունում եւ Ֆրանսիայում եւ Եվրոպան այնպես չի որ հիմա այտենց ծաղկում է։ Իրականում ինքը բավականին ինքնություն ամնում ես դեպքում Նիկոլի համար։ Դուք ներկայացնում եք, վստահ Նիկոլի ամբողջ խաղադրույքը նրա վրա է, որ արևմուտքը հաղթելու է այս պատերազմում։ Այս մեծ այս աշխարհակաղական խաղադրույք արեց, Արցախը կորցրեցինք, այ հենց այդպես խաղադրույք արեց, որ Ռուսաստանին ստեցություն կասի, կորցրեցինք Արցախը, հիմա գինը Հայաստանն է։ Խաղադրույք դնողների խնդիրը հենց դրա մեջ է, որովհետև խաղադրույքը sense բան է, կարող է կրես, կարող է պարտվեց, որը դառնում է, հա, բա հենց էտա ինքը անխոցելի է իր անձնական առումով, որտեվ ինչքան ինքը մեծ խաղադրույք անում արևմուտքի վրա, անկախ նրանից Հայաստանը ի վերջ արևմուտքը հաղթանակող կլինի թե չէ, ինքը այնքան է մերձենում անձամբ ինքը արևմուտքի հետ, որ արևմուտքը իրանով կզբաղվի հետագայում։
հասկանում եք, ինքը գիտի, որ կունենա փախնելու տեղ։ Խնդիրը հենց սա է, որ այսօր մենք գործ ունենք Հայաստանում մի իշխանության հետ, որը ոչ թե զբաղված է Հայաստանի շահերը կշռելով, փորձելով ներդաշնակեցնել գերտերությունների հակասությունների հետ, նրանց լեգիտիմ շահերի հետ նաև, այլ ինքը փորձում է խաղադրույք անել։ Խաղադրույքը, այո, խաղադրույք անելը ավանտյուրա է, արկածախնդրություն է Հայաստանի նկատմամբ, բայց բացարձակ հաղթանակ է իր անձնական առումով։ Այդ խաղադրույքը ինչքան մեծ լինի, այնքան ինքը ավելի է իրան կապում այդ հետադարձ բանի հետ, դրախտի հետ, որտեղ ինքը հետո կարող է փախնել։ Այդ դեպքում ինչու է այս իր այցերը, ինչ որ բաներ է խոսում, ԵԱՏՄ-ը գնում, ինչ որ ելույթ անում, ինչի համար են արտաքին ինչ որ բանի համար, թե այնուամենայնիվ հասկանում է, որ ճգնաժամային վիճակի տնտեսությունը կարող է պայթել բաներ է անում։ Չէ, ինքը իր գործը անում է։ Ինքը մտել է այդ խաղի մեջ, ինքը դարել է իրանց խամաճիկը, ինքը այդ խաղադրույքը կատարել է, ինքը փորձում է ամեն ինչ անել, օգնել, նաև օգնել, ամենակարևորը օգնել, որ այս ամենավտանգավոր բանն է, որովհետև մեր նման երկրի համար ավելի ճիշտ կլիներ չասոցացվել որևէ ճամբարի հետ, ոչ արևմտյան, ոչ արևելյան, որովհետև երբ որ դու սկսում ես ինչ-որ մեկի հետ ասոցացվել, դու ոնց ես ասոցացվում, դու սկսում ես օգնել մի ճամբարին, հենց որ օգնում ես մի ճամբարին, մյուս ճամբարի համար դու դառնում ես թշնամի։ Հայաստանը հիմա այդ ճանապարհը անցնում է, Ռուսաստանի համար արդեն դառնում է թշնամի, Իրանը նույնպես այդ ուղղության վրա կանգնած, մի օր եթե պարզվի, որ Հայաստանը ինչ-որ բաներ անում, որ Իրանի անվտանգության դեմ է եւ դրա մասին արդեն խոսում են բանում բացեի բաց, նույն բանի կանալներում այդ իսլամական հեղափոխության պահապանների այդ բաներում, տելեգրամյան ալիքներում դրա մասին արդեն խոսում են բացահայտ, որ մենք զգուշացրել ենք Հայաստանին։ Շատ լավ, ինքը նաև բռնաճնշումներն է, շարունակում քրեական գործեր, Մարիամ այդ նկարը շատ հետաքրքիր է, այնտեղ Աշոտյան, Անդրանիկ Թևանյան, դեկան բժշկում, որ ինչ-որ խոսքեր ասել, ու այսպես շարունակ Օսիպյան, այսպես շարունակ։ Հա, ես ինչ ասեմ, այս ամեն ինչը մի խայտառակ բան է, փաստորեն այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ հայ ժողովրդի անում Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ, երեք չառաջուրվա այդ պատկերը տեսակ, այս չէ, 4-ի նկարը, այդ պատկերը տեսակ, թե ինչպես Հովիկ Աբրահամյանի որդու հետ, այսինքն պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը արդեն մեծ ընտանիքին է եւ այն հայտարարությունը այդ խայտառակ եւ այդ պատկերը, որ փորձում է ստորացնելով, այս ամեն ինչը, խնդրեմ։ Լավ, այստեղ երկու էլի խնդիր կա, մեկը կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի ճղճին մանրախնդիր մարդու հոգեբանություն ունի եւ ինքը իսկապես իր վախերը փորձում է հանգստացնել նման մարդկանց ստորացնելով, նվաստացնելով, այսինքն մոտավորապես են տաբակի էր ինչեր են, մի հատ շակալ կար, չէ՞, Մաուգլի այդ բանում, եթե պատկերացեք տաբակին դնում ես ջունգլիների ղեկավար, ինչ է դնում։ Բայց ստեղ նաև կա ռացիոնալ, այդ իրացիոնալ մասն է, որ ուղղակի կապված է իր հոգեբանական այդ խոցելությունների հետ, իր խնդիրների հետ, ինքը իրականում բավականին վախկոտ մարդ է։ Բայց ստեղ կա նաև երկրորդ խնդիրը, կա նաև ռացիոնալ հաշվարկ։ Չնայած ռացիոնալ բառը մաքսիմալ հեռու է գտնվում Նիկոլ Փաշինյանից եւ նրա հոգեբանությունից, բայց այստեղ իսկապես կա ռացիոնալ հաշվարկ։ Ու էլի ճղճիմ ռացիոնալ հաշվարկ։ Կապված է նրա հետ, որ ինքը շատ լավ հասկանում է, որ լումպենը, սինլքուրը ուղղակի հաջիկ հաստանում, ուղղակի հիանում է sense տեսարաններից։ Այո, միանշան։ Հակառակ ռեակցիա չկա, ես ունեք շատերից եմ լսել հակառակ ռեակցիան կա, որ անգամ մարդիկ որ անտարբեր էին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դեռ բան ունեն, ես ինչ վիճակ է, կամ ասենք Հովիկ Աբրահամյանի տղային այդ Հիմա նայեք, իր համար ես չգիտեմ ինչքան պիտի մարդը հավատացնի դրանից։ Ավելի կարևոր է ինքը ունենա կայուն, հա, մի հատ 10%, այդ հա, այդ միջուկային այդ բազայի շատ կատաղի աջակցությունը, քան թե հակառակ ռեակցիան։ Չէ՞ հակառակ, չգիտեմ։
Անտարբեր մասան, բայց կարող է սա բանա լումպենի վրա ինքը լումպենի իշխանությունն է։ Բայց այդ նույն այդ լումպենը չի տեսնում, որ իրեն Ալիևը անվերջ ստորացնում է, նվաստացնում է եւ ինքը ոչ մի բան է այդտեղ եւ անվերջ պատերազմներ է բերում։ Լումպենը ոնց դա պիտի տեսնի։ Լումպենը նայում է բան։ Հայտարարում ասում է ծաղրացու, հարբեցող 300,000 ադրբեջանցի են բերելու։ Ասում է արագացրու այս հարցերը։ Ասում է տեսնում Հայաստանի Հանրապետությունից տարածքներ է տարել, չի դրա մասին չի խոսում, տեսնում է ինքը խոշտանգում է մեր քաղաքացիներին, 3 նախագահ բանտարկված են, բարերարը Բաքվի բանտում է, 3 նախագահները բանտի բակվում են, գեներալները Բաքվի բանտում են, չի տեսնում որ նվաստացած ստորացած վիճակում չի էլ համարձակում դրա մասին խոսել։ Լումպենին բացատրում են։ Ինչ են բացատրում։ Ասում են ախպեր, այդ մենք էինք 88 թվականին ագրեսոր բանի համար Ադրբեջանի նկատմամբ։ Այդ մենք ազատագրող չէինք։ Հաղթող չէինք։ Հա, այդ ամեն ինչ մոռացության է տրվել, այսինքն այն որ Ադրբեջանն էր սկսել այդ հարձակումները, փորձում էր Ղարաբաղցին Սումգայիթը, Ղարաբաղցի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադի ջարդերը կոտորած էին, ռմբակոծումները եւ այլն եւ այլն։ Այս սա մի կողմ է դրվել եւ այն հանգամանքը, որ դա իրականում եղել է ինքնապաշտպանական, այո, շարժում, որը իդեպ մաքսիմալ ի սկզբանե գնացել էր սահմանադրական ճանապարհով եւ միայն այն բանից հետո, երբ որ համակարգային եւ կրկնվող բանը եղավ այդ Ադրբեջանի կառավարության ագրեսիան հայ բնակչության դեմ, նոր Արցախի ժողովրդի հետ։ Հա, բայց հիմա լումպենին բացատրում են ախպեր, բանը մենք բան ենք եղել Ղարաբաղցին թշնամի է, իրանք են, չգիտեմ, բան արել, նրանք թալանել են այս երկիրը, դե հիմա գիտեք ինչ, թալանի մասին որոշ արտահայտություններ նաև ճիշտ են, բայց այս ամեն ինչը շահարկվում է նաև նրա համար, որ ընդհանրապես հայ ժողովրդից հանեն արժանապատվության, պետական մտածողության որևէ նշույլ։ Հիմա այս բանն է արվում, շատ լուրջ պրոպագանդա է գնում, ստեղծվում է, հա, իսկապես որևէ նորմալ մարդ այս իդեալոգիան չի կարող ընդունի, որը ով ունի հիշողություն, ով ունի տրամաբանություն, իսկ ով չունի հիշողություն, չունի տրամաբանություն, չունի ռացիոնալ հաշվառ։ Լումպենը։ Հետևաբար լումպենը դառնում է լումպեն բառը հասկանալու է։ Սին լքորը։ Այդ էլ չեն հասկանա։ Բա դուք որն եք սիրում, որ բառ եք սիրում, ժեխը, հա։ Չէ, ես բառ եմ ասելու, ավելի լավ է չասեմ։ Չէ, դե հիմա լումպեն է, հիմա դա հայտնի տերմին է, ինչ ասեմ։ Հայտնի տերմին է, հայերեն սին լքորը։ Բայց լումպենը չգիտի, որ այդ իր մասին է։ Հա։ Այդ որ ասում ենք այդ բառը ինքը չգիտի այդ մասին է։ Թող իմանա, թող կամաց սկսի հասկանալ։ Այդ ուրիշ հարց, բան չասեց։ Այդ զանգվածը, որ չունի հիշողություն, որ չունի անցյալ պատմություն, արժանապատվություն, բարոյականություն, արժե համակարգ, ասեմ դրամերով, հա։ Չէ, բայց ավելի շատ դա վերաբերվում է ինտելեկտուալ կարողությունների բացակայությանը, որովհետև հիշողություն, ռացիոնալ մտածողություն, տրամաբանություն, մտավոր դեպի այսօր ֆորմալ տրամաբանությունը, որը ասենք ցանկացած դիսկուրսի հիմքը պիտի լիներ, հիմա տոտալ բանա անտեսվում է։ Տրամաբանությունը Այսինքն ինքը Նիկոլը մնացել է այդ որակի 10%-անոց ագրեսիվ բանի հույսին, հա։ Այդ գիտեք որ ժողովուրդն է։ Ու ինքը ինչ կանալներ է նայում։ Այդ կանալներով, ասենք, գնում են այսպես ֆիլմեր կամ բաներ, վիդեո, ասենք Հայաստանը պայթեցրեց Թուրքիայի կեսը։ Փաշինյանը ծանր հայացքով նայեց Էրդողանի ու Ալիևի վրա եւ նրանք մեկը կատված արա եղել այնտեղ, մյուսը այնտեղ, չգիտեմ, բանա բուժմանա հիմա անցել եւ այլն եւ այլն։ Ու այս մարդիկ հավատում են դրան։ Հետո տեսնում են որ չէ, քանի տոկոս եք ասում դա, 10%-ի վրա։ Հետո մի րոպե էլի ես շարունակեմ։ Հետո տեսնում են որ չէ, Ալիևը լավ է, հենց առողջ ֆրֆրում է։ Ո՞նց է տալիս է գլխինը։ Այս մարդկանց մոտ կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում, որովհետև իրանք ասում են, որովհետև իրանք հիշողություն չունեն, իրանք մոտ հիշողությունը մի քանի օրվա է։ Հետո որովհետև հետո էլ մի հատ ուրիշ կործանիչ հայացքով Ալիևը նորից կտապալվի Նիկոլի կործանիչ հայացքով։ Հետո իրանք համոզում ասում են, եթե ձեր որդիները մեռնում են, դա լավ է, եթե դու ինչի չես զոհվել, վատ է, հետո այդպես բաներ ասում, դու ձեր տունը որ հանձնեք, դա լավ է, Հայաստանից ինչքան տարածքներ հանձնում ենք, դա լավ է։ Հիմա տեսեք, ասում եք, հացի խնդիր կա, եթե անկարծ ցորենը բան Ռուսաստանը որոշի։ Ես այսօր հիշեցի, միշտ պարոն Բագրատյանն էր ասում, որ ամեն տարի $100 միլիոն միայն ցորեն էր գալիս Արցախից։ Չի ասում են Արցախը բեռ է, Արցախը բան է։ Ուզում եմ ասեմ, այս Ծառուկյանին, չգիտեմ, Արգամին, հա, այդ
այսինքն այդ արյան ծառավ ունեցող այդ արյան ծառավ, այսինքն որովհետև կներեք, եթե այդ մարդիկ արել են հանցագործություններ, մենք էլ ենք քննադատել այդ մարդկանց, շատերին եւ այլն։ Բայց ինչ է արել, ինչ են։ Ասում եմ, եթե խնդրում եմ ուշադիր, եթե արել են հանցագործություններ, ինչն է խանգարում օրենքի կիրառմամբ այդ մարդկանց դատել առանց նվաստացնելու, առանց բան անելու, դրանց, չգիտեմ, դեմքերը քսելու, տեսեք, գետին դուք ասում եք, որ դա իր համաձայն է, որ դրանց է բավարարում, բայց այսօր ուզում եի դրա մասին խոսել։ Մարդու տեսակ կա, չէ, ասենք մարդ կա, իր մեջ շատ սեր կա, սերատարածում, մարդ կա արարողը, անդադ պիտի աշխատի, ստեղծի բան։ Հիմա մարդը կա վհու կա, չար, ինքը պիտի անverջ կործանի, անverջ նվաստացնի, ինքը միայն դրանով է էներգիա ստանում, էլի, իր էներգիան։ Դուք վստահ եղեք մի բանի մեջ, այդ բոլոր մասկի շոուների գլխավոր հեղինակը, ռեժիսորը, բանը, այսինքն ինքն առաջին հերթին ինքն է բավարարում։ Գլխավոր խմբագիրը Նիկոլ Փաշինյանն է։ Ինքը անձամբ ասում է, այսպես բայց ունի մշտական հանդիսատես, որ տալիս է, էլի։ Դե ինքը գիտի ում համար է անում։ Ասում եմ, եւ իր համար է անում։ Եվ իր համար, այդ արդեն առաջին մասում ասացի, այդ իր ներքին կոմպլեքսները բավարարելու համար, բայց նաև անում է դա բանի համար, լումպենի համար։ Ինքը գիտի, որ դա պահանջարկ ունի, որ դրանով ինքը գոնե ինչ որ մի հատ միջուկային էլեկտորատում իր իշխանությունը ամրապնդում է։ Եթե առաջ ասում էին ինքը նաև ագահ է, ամեն տեղից փող ուզում է տանի, բան, հիմա ամենահարուստ մարդկանցից մեկն է, չեմ կարծում էլի այդքան, ասենք այս մարդու եղածը խնդրին է կասկածելու բան չկա, ոչ մի բան չկա կասկածելու, կոռուպցիայի այդ բաները լրիվ բացահայտվել են եւ Ազատություն ռադիոկայանը եւ ՀԵՏԿԵՄ-ը այդ սիստեմատիկ կոռուպցիայի փաստերը ներկայացվել են։ Ես խոսում եմ նաեւ նրա մասին, որ խաղամոլության եւ թմրամոլության այս ամբողջ համակարգը հովանավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ հանցագործության նաև այս թվերը, այս ինչ որ։ Այսինքն այս աճեր, ես սրա մասին հազար անգամ խոսացել եմ, թվեր եմ բերել, փաստեր եմ բերել եւ այլն, արդեն հայտնի է էլի, որ այդ ասենք այդ ինչ են ասում, այդ թմրանյութեր տարածողներին ուղղակի հովանավորում է ոստիկանությունը, բազմաթիվ դեպքեր, սա բոլորը դրա մասին։ Ինչ են, մոռացեք են 1 միլիարդի հետ որ բերեցին, ուր է։ Ինչ եղավ այդ թմրադեղեր բան որ բերեցին։ Հա, այդ կոնկրետ նկատի ունեք, որ բացահայտեցին, որ արգրավել էին, հա։ Բացահայտեցին, բան արեցին, ուր տարան, ինչ արեցին։ Չգիտեմ, ես դրան չեմ հետևել։ 2 տոննա, ուր է, մի հատ հարց։ Իմիջիայլոց ձեր ուժը շատ հետևողական սանով զբաղվում էր, ինչը շատ ողջունելի է, ուրեմն 200 որտեղ էր, այսօր կարդացի դա, 248 մանկավար միայն կրճատվել է վերջին 3 տարում Տավուշում, այդտեղ դպրոցների թեման դուք այդպես փակվող դպրոցների թեման։ Հա, սա Արամ Մանուկյանի թեման է։ Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248 հոգու, ուրեմն կրճատվել է, այսինքն պատկերացնում եք ինչ թիվ է։ Սա ուղղակի կոչվում է սպիտակ ցեղասպանություն։ Որը իրականացնում է դատարկել գյուղերը, փակել դպրոցը։ Ինքը մի հատ դպրոց է վերանորոգում, չգիտեմ որտեղ, այնտեղ մի 4-ը գնում են, փակվում են։ Տեսեք ինչ է կատարվում, ու այդպես այլ թեմա։ Չէ, մենք սրա մասին շատ ենք խոսացել, իրականում սա բայց կարևոր բան է, չէ՞, սա տպավորությունը, որ սա պլանավորած, կոնկրետ, այդ սահմանամերձ գյուղերում, չէ՞, որտեղ է այդ կոնկրետ այդ դպրոցները վերացվում։ Հենց այն գոտիներում, չգիտես ինչի, համընկնում է հենց այն գոտիների հետ, որոնց Ադրբեջանը նկարտումներ ունի, հավակնություններ ունի։ Այո։ Այսպես, եւ ինչ է մնում անել մեզ խորհրդարանը արդեն աշխատում է։ Ինչ է մնում մեզ անել։ Այո, ես կարծում եմ մենք խոսեցինք նրա մասին, որ իրականում Նիկոլ Փաշինյանի կողմից այս ծրագրերի իրականացումը պահանջում է եւ ինքը գնալու է դրան, դրա մասին նաեւ Հիկմետ Հաջիևն է խոսել, ասել է որ բանա մենք արդեն ազդակներ ունենք Երևանից, որ իրենք անելու են այդ համացան ընդունումը։ Մենք պետք է հասկանանք, սա նոր համացան ընդունման ակտ չի։ Սա Հայաստանի վերացման օպերացիա է, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Ասացի, սրա հետևանքը լինելու է մի քանի խնդիր։ Սրա հետևանքը լինելու է, որ Հայաստանը ընկնելու է բացարձակ կախվածության Ադրբեջանից, իսկ այսօր Ալիևի գլխավոր
ստրատեգիական նպատակը Հայաստանին լրիվ ենթարկեցնել եւ կախվածության մեջ գցել, իսկ դրանից հետո էլի նպատակներ ունի Հայաստանը դատարկելու, չգիտեմ, բանը ադրբեջանացնելու եւ այլն, արդեն էլի դրա մասին ենք շատ խոսացել։ Հիմա սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մենք ցանկանում ենք այս process-ին վերջ տալ, եթե մենք ցանկանում ենք Հայաստանին վերադարձնել ռացիոնալ քաղաքականությունը, բալանսավորված քաղաքականությունը, որը միակ քաղաքականությունը բախում է մեր շահերին։ Ընդդիմությունը պետք է համախմբվի, սա ուրեմն մենք պետք է դեմ առնենք այս ճանապարհին, սա մի հատ նեղ ճանապարհ է, որով Նիկոլը պետք է անցնի։ Իրան ականջներից, այլ մասերից բռնած, sense տանում են այդ ճանապարհով, ինքն էլ ուզում է հայ ժողովրդին անցկացնի այդ ճանապարհով։ Հիմա այստեղ շատ པարզ դիմադրության մի հատ կետ է առաջանում, որտեղ մենք պետք է այո գնանք ոչի շարժման գաղափարախոսությամբ, այսինքն դա համազգային համախմբում է կոնկրետ կործանարար ծրագրի դեմ։ Սա ուրեմն ասացի, կա երկու պաշտպանական գիծ։ Մեկը պարլամենտում է անցնում, մյուսը անցնում է եթե այն առաջի պաշտպանական գիծը ճեղքեն եւ դնեն հանրակրվեին, արդեն անցնելու է ժողովրդին մեջ այդ գիծը, որտեղ արդեն բայց չպիտի դուք սպասեք, էլի գայդ օրը, պիտի արդեն այսօր չպիտի սպասենք ու ավելին, ես այն օրինակ ինչի բերից որ ասացի քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչը ասում է մենք ժողովրդին կբերենք պարլամենտի վրա։ Ես ուզում եմ ասել, որ ուրեմն իրենք շատ լավ հասկանում են, որ կարող է այդ առաջին պաշտպանական գիծը գրավելուց իրանք չկարողանան այդ 6 մանդատը վերցնել իրենց ձեռը, ուրեմն դիմելու են ժողովրդական ճնշման, այսպես կոչված ժողովրդական ճնշման, այսինքն այն ինչ որ անում էին վեհապարի դեմ, այն չգիտեմ տարբեր այդ բաների եկեղեցիներում, որ տանում էին իրանց մի քանի 100 մարդկանց, գրավում էին այդ տարածքները, բան եւ այլն, այդ նույն բանը փորձելու են անել պարլամենտի վրա։ Ու այս անգամ անունը կդրեն, որ մենք փրկում ենք Հայաստանը մեծ պատերազմից եւ այլն։ Այսինքն այստեղ ժողովուրդը, հանրությունը, հասարակությունը մեծ անելիք ունի։ Եվ քաղաքական ուժերը համախմբված։ Եվ ես ուզում եմ ասեմ, Հայ ազգային կոնգրեսը այս առումով համարում է, որ այս ոչի շարժումը պետք է ձևավորվի։ Մենք կոնսուլտացիաների մեջ ենք, ըստ էության կարելի ասել բոլոր քաղաքական ուժերի հետ։ Լինի դա այսօր խորհրդարանում ներկայացված ուժերը, լինեն այլ ուժեր, ասեմ, խնդիրներ կան։ Խնդիրները դրա մեջ են, որ ի վերջո մարդիկ բոլոր քաղաքական ուժերը, հանրային շերտերը, ճանապարհներ են անցել, ձևավորվել են հակակրանքներ, բաներ կան պատմություններ, հակամարտության այս ուժերի միջև։ Տեսանելի է, որ շատ բաներ հաղթահարված է, պարոն Զորաբյան։ Ես վստահ չեմ, որ դա հաղթահարված է։ Շատ բաներ հաղթահարված է։ Այնուամենայնիվ դուք խնդիր ունեք հայեղողական դաշնակցության, կարծեմ ոչ էլ իրանք, որ ժամանակի խնդիր կա։ Մենք խնդիրներ շատ ունենք, նախագահները այնուամենայնիվ։ Մենք խնդիրներ շատ ունենք բոլորի հետ, որովհետև իրանք էլ ունեն մեր հետ, բայց ես կարծեմ ոչ մեկ դրան չի նայում։ Ասում եմ մենք խնդիրներ ունենք շատերի հետ, բայց մենք օրինակ եկեղեցու թեմայում նկատելի համախմբվածություն կա, քաղաքապետարյանների թեմայում Նիկոլին հեռացնելու հարցում համախմբվածություն կա, այսինքն մի շարք հարցեր ես համախմբում եմ։ Մենք պատրաստ ենք կամրջենք բոլոր շատ լավ քաղաքական ուժերին, որոնք ընդունում են այս օրակարգը, այս ոչի շարժման օրակարգը եւ պատրաստ են ռեալ պայքարել դրա հաջողության համար։ Այստեղ խնդիրը ի՞նչն է լինելու։ Ինչ որ A քաղաքական ուժը ասելու է B քաղաքական ուժը ազնիվ չի։ Իրանք միշտ համագործակցել են Փաշինյանի հետ կամ նրանց վստահել չի կարելի, իրանք իրականում ուրիշ նպատակներ են հետապնդում, ոչ թե ոչի շարժման նպատակը։ Այդ մեղադրանքները միշտ լինելու են։ Այսինքն այստեղ կոնկրետ կա անելու գործ։ Մենք որպես մի ուժ, որը Հայաստանին բերել է անկախության, որը մի ուժ, որի ջանքերի շնորհիվ հիմնականում ընդունվել է անկախության հռչակագիրը, հենց այն հռչակագիրը, որը ուզում են հեռացնել սահմանադրության տեքստից։ Կդառնա Հայ ազգային կոնգրեսը կամուրջ, այսպես, այդ եք ուզում ասել։ Ես կարծում եմ մենք կարող ենք խաղալ բավականին լուրջ համախմբող դեր այս ոչի շարժման ստեղծման առումով։
Շնորհակալություն, բայց միևնույն է արդեն Եվ պատրաստ ենք, ես սա ասում եմ, եւ մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք այս օրակարգը ընդունում են, համագործակցել։ Շատ լավ, մենք մի ժամ եթերում ենք, բայց դեռ 4 թեմա կար, որ չխոսեցինք, այնպես որ պիտի խոստանանք առաջիկա։ Չէ, դա եկեղեցու թեման շատ թեմաներ կա, չհասցրեցինք, որտեղ 1 ժամ եթերում ենք, ոչինչ, առաջիկայում նորից կհանդիպենք, խոսենք, շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ շնորհակալ եմ։ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։